Iisus Hristos ase. Amen, amen asem ձեզ, Սիվորս բանիմ լսևադայնն արից որակյացն ձեզ, ընդունիս կյանսն ավիտենականց, և իդադաստան ոչ մտանել փողեցավի մավան։ Վաստ ընդունելով յարնասոս սոքի հանգուցելու սյակսյան արդարակից Վաստ ընթողլոս մաս անցանած կամա և զագամաց թերաղաչեցող Զավակների հիշատակի առաջ Գիտեք, թե հայոց աշխարհը ինչքան հերոսներ է ծնվել, սակայն ինչ, Ադրբեջանի բռնակալությունը անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը, փորձելով խոցել մեր դիրքապահ զինվորներին, բայց թող երբևիցե չթվա, թե հակառակորդը ինչ-որ առավելություն ունի մեր նկատմամբ։ Գոր Խուդինյանը իր ծառայողական պարտքը կատարելիս, հայոց երկրի անդորը պաշտպանելիս, հակառակորդի կրակակետը գնդացրային կրակով ճնշելու ժամանակ մահացու վիրավորվեց։ Հերոսանալու մեջ նա բնավ առիթ չէր փնտրում, նրա մեջ զորեղ էին պարտականությունն ու պատասխանատվությունը։ Նա հերոսացավ հանուն մեր նպատակի, նպատակ, որն ասում է, դու պարտվելու իրավունք չունես, դու պիտի կերտես այն նույն հաղթանակը, որը կերտել ես Ավարայրում Սարդարապատում։ Դու աննահանջ ես, քանզի ոտքերի տակ հողը հայրենի է, կամ թող երբևիցե չթվա, թե թշնամին ավելի ուժեղ է, քան մենք։ Ոչ, ուժեղը նա չէ, որ ուտող բերաններ, հրասայլեր, թալանչիներ, թնդանոթներ կամ արջի չունի, բայց սիրտ ու հոգի չունի, սրբություններ չի ճանաչում։ Սիրելով Հայկ Նահապետից մենօրյա հերոսները դարձան Եղիշեի թևավոր խոսքի պատգամախոսներն ու դրոշակակիրները։ Արցախի պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանի կապիտան Գոր Ֆրունզիկի Խուդինյանը մերօրյա հերոսն է, որն ապրեց ընդամենը 26 տարի։ Որպես ընկեր և սպա Գորը պարտաճանաչ է, նվիրված ու հայրենասեր։ Նա պատվով էր ծառայում Զորամասում, որտեղ տեղափոխվել էր անձնական խնդրանքով և պատասխանատվության բարձր գիտակցումով էր կատարում վերադաս հրամանատարության հրամաններն ու առաջադրանքները։ Եղել է սիրելի ազնվորություն յուրաքանչյուրի համար։ Մարդ, որը կարողացավ որպես հայ զինվորական գտնվել իր բարձրության վրա, հրամանատարների և համածառայակիցների հուշերում մնալով միշտ մաքուր, անկեղծ ու ուղիղ։ Նա գնաց ցույց տալով մեր ճանապարհը, անսահման նվիրումի ու անձնության, սառնասրտորեն նայեց մահվան աչքերին, նա հասարակ զինվորական չէր, այլև հայրենիքի պաշտպան, ազգի ընդդիմյալ զավակ, որը հանուն հայրենիքի պատրաստ էր զոհաբերելու ամենաթանկը կյանքը։ Գորի հիշատակը միշտ վառ կմնա նրա ճանաչողների սրտերում, իսկ մեր երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա նրան, որոնց հետմահու կյանքը չունի մայրամուտ։ Մենք խորապես գիտակցելով մեր պարտքի մեծությունը փորձում ենք շարունակել գործը մեր մեծերի և հաշվի առնելով անցյալի դասերը մեր սրտի խորքում դրոշվում ենք քաջ հայորդու նշտերի խոսքեր։ Քրքրիր ազգերի պատմությունը և երես առ երես կհանդիպես հետևյալ ճշմարտության։ Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով են սրբացնում իրենց երկիրը, ապա այս սրբացած հողի վրա կարծրացնում շենքը իրենց անկախության։ Պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ շտաբի պետ կապիտան Գոր Ֆրունզիկի Խուդինյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 4-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։ Սովորել է քաղաք Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5-րդ միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը համազորային հրամանատարական մասնագիտությամբ։ Սկսած 2011 թվականից Զորամասում զբաղեցրել է հետախուզական հրամանատարական պաշտոններ, իսկ 2015 թվականի սեպտեմբեր ամսում տեղափոխվել է այլ Զորամաս։ 2016 թվականի դեկտեմբերին հաշվի առնելով նրա ունակությունները, ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է Զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ շտաբի պետի պաշտոնին։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես խելացի, կարգապահ, կազմակերպչական ունակություններով օժտված սպա։ Մասնագիտական առումով պատրաստված էր լավ, սիստեմատիկաբար աշխատում էր ունակությունների զարգացման ուղղությամբ, վայելում էր ծառայակիցների սերն ու հարգանքը, մշտապես գտնվում էր շարքային զինվորների կողքին, մարտական դիրքերում, խրամատում կանգնած դիրքապահին ոգևորում, ուսուցանում, նախապատրաստում մարտական խնդրի։ Իր առջև դրված խնդիրները կապիտան Խուդինյանը իրականացում էր պատասխանատվության բարձր զգացումով և մեծ նվիրումով։ Բարեխիղճ ծառայության համար նա բազմիցս խրախուսվել է գերատեսչական Արցախի մարտական ծառայության մեդալներով։ 2017 թվականի փետրվարի 22-ին լույս 23-ի գիշերը
ժամը 00:50-ի սահմաններում 7-րդ պաշտպանական շրջանի պաշտպանության տեղամասի 8-րդ հրաձգային վաշտի հրամանատարական դիտակետում ծառայական խնդիրները կատարելու ժամանակ հակառակորդին գնդացրային կրակով ճնշելու ընթացքում կապիտան Գոր Ֆրունզիկի Խուդինյանը ընկել է քաջի մահով։ Անահիտ Մայրի, Տիկին Լուսինե, հարազատներ հպարտ ու անկոտրուն հայացքով նայեք աշխարհին։ Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա սատարել ու ողջորել ձեզ։ Քանզի մեր հերոսացի մայրեր, եկեք չմոռանանք ինձ Սպարտայի մայրերը արտասում էին իրենց վերադարձած որդիների համար։ Այո, Գորը վերադարձել է հաղթանակած, Գորը կա, նա մեր կողքին է, մեր շարքին։ Նա հերոս է, իսկ հերոսները չեն մեռնում։ Մեր գետնատարած խոնարհումը բերելով ձեզ դառը, բայց հպարտ ճակատագիր ճաշակած մայրեր, ցկակի հարազատներ, հավաստիացնում ենք ձեզ ապրելու կեսն էլ պատվով մեռնյալին։ Կեցեք դուք եւ հավերժ փառք մեր մարտիրոսված հերոսներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Գոր Ֆրունզիկի Խուդինյանի մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին, Հայաստանի Հանրապետության օրենքը որոշում է հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած հարիության եւ ազնիության համար թիվ 3862 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ շտաբի պետ կապիտան Գոր Ֆրունզիկի Խուդինյանին հետմահու պարգևատրել մարտական ծառայության մեդալով։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան։ Դիատել ողորմությամբ կոբսովը ծառայից քո այսօրի կիշ եւ իշա զիհողեր եւ անդրեն հող դարձավ ըստ հրամանների։ Օրդություն ասվածային կիցե, իհող մահու սորին և ուսուսե հորը վերջին, ավամ հոր և որդո և ոգույն սրտով, այժմ և ինչ և հավիտյանը հավիտյանի։ Եվ շնչիր նրա բոլոր գործած կամավոր և ակամամեղքերը, որովհետև որևէ ապրող արարած չի կարող արդարանալ քարտը, օդմիստեր իր հող է այս քննարկարանը, և այնտեղ չի հանրապաչումը, և պատվական խաչումը, որի վրա խրկական արյունը թափեցի մեր մեղքերը թավելու համար, օդմիստեր նաև իր հարազատներ։ Մեր հրամանատարն ամեն ինչ ասեց, եկեղեցու սպասավորներն ամեն ինչ արին կարգով, մեր հերոս Գորի համար, մեր անմահ Գորի համար, մեր քաղցր բալիկ Գորի համար, մեր հրամանատար զինվոր Գորի համար, հոգեած է տրվելու Ալավերդու ճանապարհի վրա Ֆլորա համալիրում, ցանկացողները կարող են մասնակցել։ Շարժենք սրա, այնտեղ մեր սրտի խոսք կասենք մեր հարազատ։ Աստված եք ուսաբեր։